Անհոր եւ Որդու եւ Օգնի Սրբո ամեն։ Այսօրվա ավետարանը, եթե ուշադիր մտիկ սիրելիներ, Հիսուս կբժշկե 10 փորոդները, փորոդություն, աթիվանդություններ, որ մորթի վրա շատ քեշ infectious փոփոխում ունենար եւ չեր գնար մեկը քաղաքնել, անգլերեն leprosy գսեն։ Ուրեմն, քանի որ բժշկություն աճապ զարգացած չէր, քահանաներուն գերտային եւ քահանան հերոին գնայր եւ գսեր, որ քաղաքեն կամ տաճարի տարածքեն պետք է դուրս մնաս 40 օր, որովհետեւ չվարակես մարդոց, եւ ապա երբ որ լավանաս, կուկաս նորեն գնային եթե լավ ես, եւ քեզի համայնքի մեջ կառնեք, community մեջ կառնեք։ Յադուն համար ավետարանը գսե, եւ որ Հիսուսին դեսան 10 հոգին հերու գեցած են իր մեն, եւ իր մեն ըսին վարդապետ ողորմե մեզ օգնե անհայր։ Եվ Հիսուս հերոեն խոսելով մեկ բան ասավ, քացեք դուք եւ քահանային ցույց տվեք, այսինքն այն խոսքով, որ Հիսուս պիտի բժշկեր իրենց ճամփան, հերոեն եւ արդեն մի երթային քահանային ցույց տայ, որ մենք արդեն մաքուր ենք, լավացած ենք։ Եվ 10 հոգի գնա, եւ քալած ադենը, երբ որ նկարները նայեք երբեմն կտեսնենք, որ ինչ որ փաթված է վրանին, ամեն մա գեղեցիկ կրանե ուրախ կերթա, որտեղ բժշկված է։ Եվ միայն մեկ հոգի, որ սամարացի էր, այսինքն հրեա չէր, այսինքն նույն համայնքին չէր։ Երբ որ կտեսնե, որ բժշկված է Հիսուսի կողմեն, կզարմանան հրաշքի վրա։ Եվ ետ կուկա Հիսուսին, երևակայցեք կիլոմետրերով կալած են, հիմա ետ կուկա մարդը կփնտրե Հիսուսը, ոտքերը տակինա, կսե վարդապետ շնորհակալություն քեզի։ Հիսուսը կզարմանա, կսե, բայց դուք 10 հոգի եք, չէ՞, ուր են 9 հոգին։ Միայն մեկ հոգի վերադարձավ։ Եվ օդար մեկներ, կսե քնա տղաս, քու հավատքդ քեզի փրկեց։ Այսինքն, ոչ թե հավատքդ միայն պատճառ եղավ եւ բժշկվիս, որ ինչ ուզես անել, հատկեր հետո, այլ քու հավատարմությունը թեպի Տեր գալը, ասելու որ դու ես բժիշկը, Քրիստոս ինքը, մեծ թուր միտվանա, որ կյանքիդ մեջ շատ ավելի խորուն հավատքի երթաս։ Եվ ադոր համար այսօրվա ընթերցումը նաև կսե, որ որբեսի առողջ մնանք, ապահով մնանք հոգեգան տառապանքներեն, մենք Քրիստոսի վրա միացած պիտի մնանք։ Ինչպես երբ որ նորածին մկրլա, գրեթե միշտ մամայի վրա է, որբեսի այդ տաքուգությունը, ջերմությունը, սերը, խոսքերը, կաթը իրեն զորավոր պահե, emotional support-ը դա։ Նույնպես Քրիստոս կսե, ես որդադունգ եմ, որդադունգ ինչ է, այդ վայնն է, որը վրա կա խաղողները կմեծնան, չէ, հողի մեջ կինա, եթե տեսած եք մոտիկ են, քիչ մծրմրված է, բայց շատ մեծ տերևներ ունի, և կտարածվի ամբողջ պատերու վրա։ Եվ ադոր մեջ ամենին կարևոր այդ մեջտեղի բաժինն է, որ մեկ առնե ամեն սնունդը։ Եվ Հիսուս գիշեսպես ելով, որ կյանքի մեջ, եթե կուզեք որևէ բդուղ տա, որևէ բարիք գործեք, հիշեցեք, որ ինչպես ճուղը ինքը առանձին բդուղ չի դար, եթե որդադունգին միացած չլա, նույնպես ալ դուք չեք գնալ բդուղ տալ, եթե ինձի միացած չլաք։ Եվ քիչ վերջ կսե, որ ով որ ինձի միացած է եւ ես անոր, անիկա առատ բդուղ պիտի տա, որովհետեւ առանց ինձի դուք ոչինչ կրնաք գնել։ Այս խոսքերը քիչ վախնալիք են, որովհետեւ մենք կգարձենք, որ կյանքի մեջ շատ բան կրնանք գնել։ Այսօր ով է ամենեն կարող մարդը, մեր մտքի մեջ, ով շատ դրամ ունի։ Էլոն Մասկերը, չեմ գիտեր ինչերը, մենք կարծենք շատ դրամ ունին, ամեն բան կրնան անել ասմարտիկը։ Բայց Տիրոջ խոսքը կենթադրե, որ ինքը դիեզերքը իր ձեռքը առած է, օդը ինքը կկառավար է, մեր սրտերու զարգը ինքը կկառավար է,
եւ ոչ թե տեխնոլոգիկ կամ դրամական հաջողություններ։ Այդ մնացածը երկրորդական է, որտեղ Տիրոջ շունչն է, որ ամեն օր մեզի կյանք կուտա։ Տիրոջ շունչն է, որ ամեն օր արևը կբերե մեր վրա։ Եվ եթե մենք ուզենք մեր կյանքը իրեն հետ քալել, եւ որպես իրեն հետ քալել այդ ապահովությունը, առողջությունը եւ հատկապես հոգեվոր առողջությունը, որտեղ շատ ադեն մենք կտարաբինք ինալով մարմնական առողջության ետևեն, մոռնալով օրինակ մարդոց հետ հաշտը լավը, մարդոց ներելը, համբերությունը, զորողությունը, մարդոց տալը, տրվելը, ասոք կաստեն մեր հոգևորի վրա եւ գերևին մեր մարմնավորի վրա։ Ադոր համար Տերը գսե, որ ինձի միացած պետք է մնա, որտեղ մինակ դժվար է ասիգանել, քանի անգամ կրնանք մեգումը ներել։ Ավետարան գսե 7 անգամ 70, այսինքն անսահման դիմենք, բայց դժվար է մարդոց ներել։ Ադոր համար գսե Տերը, եթե ուզեք փամը, որ գկարձեք անգարելի է, անել առանց ինձի չեք կրնարել, պետք է իմ վրաս միացած մնաք։ Եվ շատերուս կյանքի մեջ ասեներ, անգամ մեր հոգևոր հաջողությունը կամ առաջխաղացումը կգարձենք, որ մեր ցերքն է։ Ադուր համար գսե, որ շատերը հիմնվելով իրենց ճարբիկ խոսքի վրա ուզեն ուրիշ մարդոց Քրիստոսի առաջնորդել։ Բայց Տերը գսե չէ, նախ դու պիտի վրաս մնացած մնաս, վերջը մնացածը Աստված պիտի տասա, որտեղ քո օրինակով ուրիշներու սիրտը պիտի տաքնա, ջերմանա եւ դեպի Աստված գան։ Եվ ինչպես պիտի մնան Քրիստոսի միացածներ, ոչ թե ադենի աղոտ քնելով, այլ Տերը գսորվեցնե իրեն հետևել, իր կյանքի օրինակը ունենալ։ Ադոր համար մեր կյանքը պետք է լա աղոթքով լեցուն, մեր կյանքը պետք է լա հաղորդությամբ լեցուն, չէ որ Տիրոջ մարմինն է որ կուտենք, եւ մեր կյանքը պետք է լա փարեգործությամբ լեցուն, որովհետեւ եթե ուզեք իմանալ, որ իմ աշակերտներս եք, իմ հետևորդներս եք, ինչ եք, ինչ որ ես ձեզ երի, սեր բաժնեցեք, ձեր ժամանակին կարող ուտենեն, նյութականեն ուրիշներուն բաժին հանեցեք, որովհետեւ հոն է, որ երևի, որ իմ աշակերտներս եք, եւ ամենին կարևորը սորվեցեք մարդոց ներել, որովհետեւ ես անգամ խաչի վրա աղաչեցի այդ զինվորներու համար, որ ինձի գխաչի։ Ուրեմն թող Աստված զորացնի, որ քալի օրերուն, երբ որ պետք է մեծ սեղաններ շտկենք, հյուրեր դիմավորենք, փառք տանք Աստծուն, որ գծենի մեզի համար, եւ ասենք, որ Տեր մեզի սորվեցուր քու վրա մնանք, որովհետեւ կյանքի ապահովությունը, սերը, խաղաղությունը, ընտանիքներու միավորությունը ու կա Տիրոջ շնորհներեն, որ մեզի կուտա ամեն օր, երբ որ աղոթքով եւ բարեգործությամբ իրեն միացած ենք։ Ավիդյանս Ավիդենից ամեն։